տեսեք, իմական ճյուղագիր ծագեց հետևյալ արտահայտությունը, որ կառավարության շատ ինստիտուտներ դեռևս սրերով են ընդունում առաջարկները, սվիններ, սուր, հրացան, ատրճանակ։ Գիտեք, ես հասկանում եմ, բայց այդ շեշտադրումը, բայց կներեք, ես համաձայն չեմ, որ կառավարությունը կամազուրկ ամորֆ մի մարմին է, որը ինչ քաղաքացիական հասարակությունը ասեց, հլու պետք է կատարի։ Եկեք մենք դերերով փոխվենք, եկեք դուք կառավարեք, մենք էլ գանք առաջարկներ ներկայացնենք։ Բայց ես չեմ էլ ասում, որ կառավարությունը պետք է ամեն ինչ մերժի։ Իմ ասածն է, որ պետք է տեղի ունենա բանավեճ, որովհետև այն ինչ ընդունվում է առանց բանավեճի, ի սկզբանե սխալ է։ Այսինքն ինչ ընդունվում է առանց բանավեճի, ուրեմն ինքը անարժեք ինչ-որ մի բան է, այնտեղ որտեղ չկա բանավեճ, նույնիսկ ամենափայլուն գաղափարը ինքը պետք է անցնի բանավեճի միջով, որպեսզի ինքը ստանա գործնական գերազանցություն։ Ուրիշ տարբերակ չկա։ Ես ուզում եմ ասել, որ կառավարությունը շարունակելու է սվիններով ընդունել եւ քաղաքացիական հասարակության հետ բանավեճով այդ սվինները պետք է իջնեն, պետք է խոնարհվեն։ Դրա մասին է խոսքը, որովհետեւ այո, պետությունը պետք է նաեւ ինքը պետությունը շատ բարդ համակարգ է։ Պետությունը պետք է նաեւ ինքնաիմունային համակարգեր ունենա, որովհետեւ պատկերավոր ասած, այսօր ամենա կներեք բան լավ բովանդակությամբ ֆայլերի հետ էլեկտրոնային փոստով գալիս են վիրուսներ, որոնք համակարգերեն շարքից դուրս բերում։ Դրա համար պետք է այո ամեն ինչը ստուգվի, վերստուգվի, նայվի, վերանայվի, որովհետև շատ կարևոր է նաև պետության ինքնությունը, պետության ինքնիշխանությունը, պետության անվտանգությունը ապահովել միևնույն ժամանակ խորացնելով այն ռազմավարությունները, որ մենք ընդունել ենք, այդ թվում Եվրամիության հետ համագործակցության տրամաբանության մեջ եւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար աշխատանքային օրակարգ է, բայց պետք է նաեւ ընդունել, որ այդ աշխատանքային օրակարգը ընդլայնվել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ վերջին տարիներին հարաբերությունների աննախադեպ զարգացումով։ Եվ մենք շարունակելու ենք այս ճանապարհը, վստահ շարունակելու ենք այս ճանապարհը, այո մենք ընդունել ենք օրենք Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին, բայց մեր ռազմավարությունը նաև այն է, որ այս process-ի մեջ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել այդ թվում Եվրոպական միության նկատմամբ, որ մենք այ օրենք ընդունել ենք, դե հիմա մյուս ամիս մեզ ընդունել Եվրամիություն, ոչ ամենևին։ Մեզ պետք է այս process-ի շուրջ լինի 0 նյարդ։ Եվ դա մեզ համար հնարավորություն է իրապես համապատասխանել որպես երկիր բարեփոխումների գործընթաց շարունակել այնպես, որ մենք իսկապես համապատասխանենք Եվրոպական միության չափանիշներին։ Այս կետում, երբ որ մենք լինենք օբյեկտիվորեն այս կետում, Եվրամիության անդամ դառնալ չդառնալը քաղաքական որոշման հարց է։ Եվրամիության կարող է որոշել չընդլայնվել կամ որոշել ընդլայնվել որոշակի տրամաբանությամբ։ Եվ մենք որևէ մեկի կամքին քաղաքական չենք կարող բռնանալ։ Եթե Եվրոպական միությունը որոշի, որ մենք մեզ ընդունել Եվրոպական միության լիիրավ անդամ որպես շատ լավ։ Եթե որոշի չընդունել, մենք էլի շահած դուրս կգանք, որովհետև կլինենք ժամանակակից լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր։ Մեր խնդիրն է, մեր նպատակն է, մեր ռազմավարությունն է լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր լինել, եւ մենք հասկանում ենք, որ այսօր հեռու ենք այդ կետից, բայց մենք գիտենք, որ ունենք անհրաժեշտ քաղաքական կամք, ռազմավարություն, տեսլական, թե ինչպես շարժվել այդ ուղղությամբ եւ ինչպես հասնել այդ կետին, եւ իհարկե Եվրոպական միություն Հայաստան քաղաքասարակության պլատֆորմի գործունեությունը այս իմաստով շատ կարևոր է, ես ինչպես ասացի, բարձր եմ գնահատում ընդհանրապես քաղաքացիական հասարակության գործունեությունը եւ մենք ինչպես նախկինում այսօր էլ վաղն էլ կշարունակենք ոչ միայն համագործակցել, այլև խորացնել մեր համագործակցությունը քաղաքացիական հասարակության եւ Եվրամիություն Հայաստան քաղաքասարակության պլատֆորմի հետ։ Շնորհակալ եմ։